Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում կան հողատարածքներ, որոնք ենթակա են կառուցապատման կամ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման, բայց այս պահին աճուրդները դադարեցված են։ Համայնքի ֆինանսական մուտքերը բավարարում են, բացի դրանից համայնքի ղեկավարը հեռահար նպատակներ ունի՝ շատ ավելի մեծ եկամուտ ստանալ տվյալ հողերի աճուրդային կարգով օտարումից։ Աճուրդների իրականացման գործընթացում պետք է առաջնորդվենք հողամասերի տվյալ պահին գործող շուկայական մոտարկված արժեքներով, երբ որ նախկինում կադաստրային արժեքով էր այդ ամեն ինչը տեղի ունենում, հիմա արդեն պետք է տեղի ունենա շուկայական մոտարկված արժեքով, ինչը բնականաբար ավելի մեծ հոսքեր է ապահովելու համայնքի բյուջե եւ այստեղ լինում է հետեւյալ հանգամանքի, թե օրինակ նախկինում չէր օտարվել այդ հողամասը կամ նախկինում չէր դրվել աճուրդը, ապա հիմա հնարավորություն է ստեղծում տվյալ հողամասն ավելի բարձր գնով օտարելու համար։ Աճուրդները համայնքներում ժամանակավորապես դադարեցնելու ևս մեկ պատճառ է դրանց անցկացման եղանակը։ Որոշում կա կասեցնել թղթային եղանակով աճուրդների կազմակերպումը, անցում կատարել էլեկտրոնայինին։ Պետական գույքի կառավարման կոմիտեն ստեղծել է էլեկտրոնային աճուրդների անցկացման հարթակը, որի միջոցով ավելի քան 1.5 տարի աճուրդներ են իրականացվում, իսկ այժմ հնարավորություն է տալիս նաև համայնքներին այս հաջողված հարթակը օգտագործել։ Էլեկտրոնային աճուրդների համակարգի միջոցով 2025 թվականին արդեն իրականացրել ենք շուրջ 2514 աճուրդ, դա վերաբերում է թե անշարժ գույքի օտարմանն ու վարձակալությանը, թե տրանսպորտային միջոցների կամ այլ շարժական գույքի օտարմանը։ 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում արդեն իրականացրել ենք 500 աճուրդ։ Էլեկտրոնային աճուրդների համակարգի միջոցով հնարավոր է ապահովել աճուրդային գործընթացի թափանցիկությունը եւ բարձր հանրային վերահսկողությունը եւ ինչու ոչ նաեւ մրցակցային առավել հավասար պայմաններ մեր հանրության համար։ Ապրիլի սկզբից պետական գույքի կառավարման կոմիտեն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ թվային աճուրդների անցկացման մասին համայնքներին առավել համապարփակ եւ հիմնավոր տեղեկացնելու նպատակով։ Վերջին Կոտայքի մարզի համայնքներն են արդեն ծանոթանում գործընթացին։ Էլեկտրոնային եղանակով աճուրդների կազմակերպում բնականաբար թղթաբանության աշխատանքների էական կրճատումը նախատեսելու։ Այս օրերի ընթացքում ոչ միայն ներկայացվել են ներկայացուցիչներին համայնքների ինչպես աճուրդ տեղադրել, ինչպես ապրանք տեղադրել, ինչպես աճուրդի առհասարակ գործընթացը կազմակերպել, ինչպիսի խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին թե գրանցման, թե աճուրդի մասնակցության վերաբերյալ, այլև անդրադարձել ենք թե իրավական, թե ֆինանսական գործընթացների կազմակերպմանը։ Ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի արտաքին կապերի եւ ինֆորմատիկայի բաժնի պետի, ներկայում ընթանում են կայքեջի էլեկտրոնային աճուրդների համակարգի վերազինման աշխատանքները։ Ավելացվում են օգտատերերի համար նոր գործիքներ ու հնարավորություններ, իսկ դրա անհրաժեշտությունը համայնքների ներկայացուցիչները վստահ են շատ կզգացվի։ Համայնքներում շինարարությունը ակտիվ զարգանում է։ Մարդիկ, ովքեր ձեռք են բերում հողամասերը, անմիջապես հակված են, որ կառուցեն բնակելի տներ ապրելու համար, եւ ունենք դեպքեր անգամ, երբ որ գյուղատնտեսական հողամասերն են ցանկանում նպատակային նշանակությունները փոխել, վճարել կադաստրային արժեքների տարբերությունը եւ իրենց գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը դարձնել բնակավայրերի բնակելի կառուցապատման։ Ստացվում են նաև համայնքում ներդրումներ կատարելու առաջարկներ, սակայն դրանք առայժմ իրագործել չի հաջողվում կոմունիկացիաների բացակայության պատճառով։ Վարդուհի Արզումանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։